Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավորներն այսօր հայտարարել են, թե Հայաստանի գործող իշխանությունները երբեք չեն ժխտել եւ մտադիր չեն ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Հիշեցնենք, որ ցեղասպանության թեման վերջին օրերին լիագումար նիստերի ընթացքում էլ քննարկվել ու նաեւ բանավեճերի թեմա է դարձել։ Այս եւ այլ թեմաների շուրջ այսօր կզրուցենք ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Պարոն Բլեյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարոյ, Նախ ինչպես եք վերաբերվում Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությանը, թե իրենց համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Սա Հայաստանի պետական դիրքորոշման փոփոխություն համարում եք։ Նախ պետք է հասկանանք ի վերջո որն է եղել նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, որն է եղել այն վերջնանպատակը։ Եթե վերջնանպատակը եղել է, որպեսզի Թուրքիան դա ճանաչի, ներողություն խնդրի, դա մեկ այլ բան է, եթե մեկ ակնկալում ենք, որ դրա արդյունքում մենք հողեր կստանանք, դա լրիվ այլ բան է։ Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակ է փոխվել։ Մենք պետք է հասկանանք, որ այժմ Թուրքիան շատ ավելի կարևոր դերակատարում ունի անելու Հայաստանի համար, քան բուն ցեղասպանության ճանաչումը։ Որովհետև եթե Թուրքիան այսօր ճանաչի ցեղասպանությունը եւ մենք ընդունենք, որ ի վերջո արդարությունը հաղթանակեց եւ մեր նահատակների առջև մենք մեր պարտքը կհամարենք մասամբ կատարված, ապա այս պահին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ ավելի կարևոր ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման համար։ Իդեպ մենք կարող ենք զուգահեռներ անցկացնել 18 թվականի 1920-րդ դարի 20 թվականների հետ եւ 3 տարի անց ցեղասպանությունից 3 տարի անց արդեն իշխող օրվա իշխանությունը, դաշնակցական իշխանությունը Թուրքիայի հետ ձգտում էր եւ ստորագրել էր բարեկամության եւ հարաբերությունների ուրեմն հաստատման համաձայնագիր եւ դա ընդհանրապես 3 տարի անց եւ իդեպ իրենց այդ բացատրականում իրենք մատնանշում են, որ շատ կարևոր է այս պահին պահպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը այդ ժամանակվա։ Հետևաբար եթե 3 տարի անց օրվա իշխանությունը հասկացել է, որ որքան կարևոր է Հայաստան, թեկուզ այն ինչ մնացել էր, Հայաստանի Հանրապետությունից պահպանել, ընդ որում նույնը վերաբերում արդեն 20 թվականին, երբ արդեն խնդիր առաջացավ, որ Ռուսաստանը իդեմս բոլշևիկյան Ռուսաստանի, փորձում էր արդեն զավթել։ Այժմ նույնպես մենք ունենք այդ հասկացողությունը, որ այդ գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետության պահպանումը որպես պետականություն շատ ավելի կարևոր է, քան գնալ որոշ բաներ հետևից, որոնց ստացման արդյունքում դա չի բերի Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը։ Եվ այստեղ ես ըմբռնումով եմ մոտենում իշխանության այն հայտարարությանը, որ իրենք այս պահին չեն ուզում առաջ տանեն մի թեզ, որը շատ ցավագին է ընդունվում Թուրքիայի կողմից, հասկանալով, որ Թուրքիան այս պահին շատ ավելի կարևոր դերակատարում ունի անելու, բացելով հայ-թուրքական սահմանը, ազդելով Ադրբեջանի վրա գնալ կարգավորման Հայաստանի Հանրապետության հետ եւ ի վերջո մեր համար մի նոր տարանցիկ ճանապարհ բացել դեպի Եվրոպա Վրաստանից բացի։ Պարոն Բլեյան, տեսեք, ընդդիմադիր շրջանակներից պնդում եմ, որ այդ ամենն արվում է հենց Թուրքիայի պահանջով։ Այդ պահանջներն էլ կատարվում են Թուրքիայի, բայց առաջընթաց հարաբերություններում չկա։ Այսինքն որքան ժամանակ է պայմանավորվել են, որ պիտի երրորդ երկրների համար բացեն սահմանը, այդ սահմանը փակ է, ելուր մնաց առհասարակ բացել հայ-թուրքական սահմանը։ Ճիշտ է, իրենք ասում են, բայց իրենք չեն ասում, թե որն է իրենց պատկերացրած առաջարկը։ Միակ բանը, որ իրենք առաջարկում են, փոխել բանակցողին, գնալ ռուսների մոտ ասել, որ մենք շատ ավելի լավն ենք, քան նախկինները, եկեք մենք ձեզ տեղեկայացնում ենք, ուրեմն Զանգեզուրյան միջանցք ենք տալիս եւ այլն եւ այլն։ Մտնում ենք միութենական պետություն, իրենց պատկերացրած Հայաստանի Հանրապետությունը դա ոչ թե պետական ինքնիշխան երկիր է, այլ կամ միութենական մաս կազմող պետություն, կամ ինքնիշխանության ուրեմն աստիճանը շատ ու շատ իջեցված մակարդակի վրա։ Հետևաբար իրենք թող ավելի լավ է ուսումնասիրեն իրենց ուրեմն կուսակիցների 20-րդ դարի կուսակիցների գրառումները, որտեղ իրենք նույնպես խոսում էին նրա մասին, որ նույն Խատիսյանը գրում էր, որ շատ ավելի ցավալի
զիջումների ենք մենք գնում, բայց մենք հասկանում ենք, որ այս պահին մենք պետք է գնանք այդ զիջումների, որպեսզի պահպանենք Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Ընդ որում դա խոսում էր թե 3 տարի անց 18 թվականին, թե 20 թվականին, եւ հետեւաբար գիտեք, ես շատ ուզեի լսել ընդդիմությունից, որպեսզի իրենք կոնկրետ առաջարկներով հանդես գան, ոչ թե վերացական հայտարարություններով, փոխենք բանացողին, գնանք բացատրենք Ռուսաստանին իր շահը որն է, մենք շատ ենք լսում դրա մասին։ Ի վերջո պետք է հասկանանք, որ երբ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերություններից, մենք չենք կարող չխոսել հայ-ռուսական հարաբերություններից։ Երբ մենք խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններից, մենք չենք կարող չխոսել հայ-ռուսական հարաբերություններից, որովհետև դրանք բոլորը փոխկապակցված են։ Եվ այն ընդդիմադիր գործիչները, որոնք մենք հասկանում ենք, որ ամբողջությամբ ռուսական են եւ ռուսական նարատիվն են առաջ տանում, իրենք ոչ թե առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության պետական շահով, այլ առաջնորդվում են Ռուսաստանի Դաշնության շահով։ Իսկ ո՞րն է Ռուսաստանի Դաշնության շահը։ Դա եղել է արդեն տասնյակ տարիներ, արդեն հարյուրամյակներ շարունակ, որ թուրքերը չխոսեք, թուրքը չի փոխվի, թուրքը վատն է, ես չեմ ասում, որ դա հակառակն է, ես չեմ ասում, որ թուրքը լավն է, ես չեմ ասում, որ թուրքը փոխվել է, բայց չխոսել թուրքերի հետ, չփորձել կարգավորել հարաբերությունները, չփորձել մեր հարաբերությունները պահել ավելի կառավարելի դաշտում, նշանակում է շարունակել մնալ վասալ։ Սա է ռուսական նարատիվը, սա է Ռուսաստանի Դաշնության շահը, եւ սա է սպասարկում ազգային ժողովի ընդդիմությունը, Երևան քաղաքի ընդդիմությունը, Գյումրին զավթած ընդդիմությունը, իշխանությունը արդեն։ Եվ իրենք բացահայտ խոսում են դրանից։ Մենք տեսանք, թե ինչից է խոսում Վարդան Ղուկասյանը, բացի-բաց խոսում է Հայաստանը Ռուսաստանի միութենական պետության մեջ մտցնելու Բելարուսի կարգավիճակով։ Այսինքն այդ մարդու համար Բելարուսի կարգավիճակը մի բաղձալի կարգավիճակ է։ Պարոն Բելյան, խոսենք հայ-ադրբեջանական հարաբերություններից, բանակցություններում ճգնաժամ նկատում եք, ոչ թե փակուղում, այլ ճգնաժամ նկատում եք այդ բանակցություններում։ Ես կարծում եմ ինչ-որ մի ստագնանտ վիճակ է, փակուղի չի անվանի, որովհետև ի վերջո ինչ-որ հանդիպումներ են տեղի ունենում։ Դրա համար ճգնաժամ բառը օգտագործում։ Ճգնաժամ չէ, բայց ինչ-որ տեսնում ենք մի տեսակ լճացում է տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ չի կարող լինել առաջընթաց։ Այս օրերին նույն Թուրքիայում շատ լուրջ ուրեմն քննարկումներ են տեղի ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես կարծում եմ, որ եթե այնտեղ մենք ճեղքում ունեցանք, դա իր հերթին կբերի արդեն ճեղքմանը դրական առումով հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ քննարկումների մասին է խոսքը։ Խոսքը գնում է եւ դա սկսվեց այն պահից, երբ թուրք լրագրողները հրավիրվեցին Հայաստան եւ դրանից ի վեր այնտեղ քննարկումներ են տեղի ունենում, որ Հայաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը բխում է Թուրքիայի պետության շահերից, որովհետեւ Թուրքիան ուզում է դառնա նաեւ այն նա արդեն կա, բայց նա ուզում է ել ավելի զարգացնի իր տնտեսական, իր լոգիստիկ հնարավորությունները, իսկ այս պահին գիտեք, որ եթե առաջ խոսքը գնում էր Միջին Միջանցքի մասին եւ խոսքը գնում էր հիմնականում Միացյալ Նահանգների պատրոնաժության մասին, բոլորին վերջերս շատ լուրջ հանդիպում տեղ ունեցավ Եվրամիության եւ միջինեզիական պետությունների հետ, ընդ որում դա առաջին ձևաչափն էր, այնտեղ ներկա էին Ղրղստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը եւ իրենք նույնպես խոսում են Միջին Միջանցքից, Եվրամիության ներկայացուցիչը խոսեց Հարավային Կովկասում խաղաղությունից, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումից, որովհետեւ Ադրբեջանից Հայաստան պետք է անցնի այդ Միջին Միջանցքը, հետո Թուրքիայով գնա Եվրոպա։ Եվ այստեղ Թուրքիան շատ կարևոր դերակատարում ունի անելու, որպեսզի ազդի ադրբեջանական դիրքորոշման վրա եւ մենք տեսել ենք արդեն տարբեր հայտարարություններ թուրքական կողմից, որպեսզի Ադրբեջանը փորձի գնալ ել ավելի կառուցողական ուղեցրով։ Բայց Ադրբեջանի մոտ փոփոխություններ չենք տեսել։ Չենք տեսել, բայց համենայնդեպս եթե մենք իմանանք թե որն է այլ տարբերակը, գուցե մենք գնանք այլ տարբերակով, այլ եթե գործընկերները ազգային ժողովից ընդդիմադիր գործընկերները կարողանան
ուրեմն խոսել թե որն է իրենց պատկերացրած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, իրենք օրինակ ինչից են խոսում, իրենք խոսում են Արցախի հանրապետությունից, իրենք խոսում են արցախայության վերադարձից։ Իհարկե, ես էլ կուզեի հենց այս եթերում այսպիսի հայտարարություններ անել, որ เป զի ավելի, այսպես ասած, ականջահաճո հայտարարություններ անել եւ դրանով ցույց տալ թե որքան ես հայրենասեր եմ, թե ես ավելի շատ եմ մտածում հայրենիքի մասին, բայց ես ուզում եմ եւ մեկ տարիներ շարունակ տեսել ենք դա, տարիներ շարունակ մեզ համոզում էին, մեզ ասում էին, որ լինելու է այսպես, լինելու է այնպես։ 98 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ մենք կարող ենք Իսրայելի պես զարգանալ առանց հարաբերություններ կարգավորելու, առանց ընդ որում առանց զարգացնելու մեր ընդհանրապես արտաքին հարաբերությունները, բայց մենք տեսանք, որ դա այդպես չէ, ընդ որում դա անվտանգության խորհրդի նիստի ժամանակ էր խոսում Ռոբերտ Քոչարյանը դրանից, բայց մենք տեսանք թե ընդհանրապես դա տեղի չունեցավ, եւ հետեւաբար ես հիմա չեմ ուզում ասել, որ դա հնարավոր չէ Արցախահայերի վերադարձ, բայց մենք պետք է հասկանանք, թե արդյոք դա այսրոպեական իրագործելի երևույթ է թե ոչ։ Դիցուկ վաղը Ադրբեջանն ասի, խնդրեմ, համեցեք, արդյոք Արցախահայերը նույնիսկ ռուսական խաղապահների ներկայության ուրեմն շնորհիվ կամ իրենց մոտով իրենք համաձայն են գնալ վերադառնալ Արցախ։ Ես կասկածում եմ, որ թալապես որևէ Արցախահայ պատրաստ է վերադառնալ Արցախ, եթե այն պատկանում է Ադրբեջանին եւ այնտեղ չկան իրական անվտանգային մեխանիզմներ։ Եվ հետեւաբար այսօր խոսել օրինակ Ադրբեջանից կամ պահանջել իշխանությունից, թե ինչու այդ 17 կետերի մեջ չկան Արցախահայերի վերադարձ, իհարկե դա լավ է հնչում, բայց դա անտրամաբանական է հնչում, որովհետև այսօր մենք խնդիր ունենք Հայաստանի Հանրապետության պետականության պահպանության, այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում ադրբեջանական օկուպացիոն զորքերին դուրս բերմանը։ Պարոն Բլեյան, տեսեք, այդ 17 կետերը համաձայնեցվեցին, բայց այդ 17 կետերից դուրս էլ Ադրբեջանն ունի պահանջներ, որոնցից մեկը, օրինակ, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Ալիևը դեռևս խոչընդոտ է տեսնում Հայաստանի Սահմանադրության տեքստում անկախության հռչակագրի հղումը, թեև Հայաստանի վարչապետը բացատրում է հրապարակայնորեն, որ եթե պայմանագիրը ստորագրվի եւ վավերացվի, դա դառնում է գերակա փաստաթուղթ բոլոր փաստաթղթերի նկատմամբ։ Ինչու Ալիևը չի ցանկանում սա ընդունել, որովհետև ձեր գործընկերների գնահատականն այն է, որ պարզապես խաղաղություն չի ուզում։ Այո, նա խաղաղություն չի ուզում, որովհետև նա չի բխում Իլհամ Ալիևի շահերից։ Դա բխում է Ադրբեջանի շահերից, ադրբեջանցիների շահերից, բայց այս չի բխում Իլհամ Ալիևի շահերից եւ նա հասկանում է, որ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրումից ավելի շատ շահում է Հայաստանը եւ հետեւաբար նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չշահի այդքան։ Հետեւաբար մենք պետք է մտածենք, թե ինչ դեպաչափով կարող ենք ուրեմն ինչ դեպաչափեր մենք կարող ենք մշակել, ինչ ծրագրեր մենք համատեղ կարող ենք մշակել, որտեղ Ադրբեջանը կհասկանա, որ նա այնտեղ նաև շահում է։ Այստեղ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նույնպես կարող են իրենց դերակատարում ունենալ։ Գիտեք, Դոնալդ Թրամփը շատ է սիրում մեծ գործարքներից խոսել։ Մենք տեսնում ենք, որ ուկրաինական հարցում ստագնանտ վիճակ է նույնպես։ Եվ հետեւաբար այստեղ է, որ կարող են իրենք հանդես գալ որպես այդ խաղարարարի մեսիա հանդես գալ եւ մի մեծ գործարք ընկել, որտեղ տնտեսական պրոյեկտների արկայության դեպքում Իլհամ Ալիևը արդեն թե չուզենա հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, թե Հայաստանի Հանրապետության հետ գործանելը իր համար ավելի շահավետ լինի, քան Հայաստանի Հանրապետությանը մշտական թշնամի պահելը։ Այստեղ է, որ մենք պետք է գտնենք այդ բանալին, գտնենք այդ լուծումը։ Իսկ այդ պահանջները միշտ եղել են, ես չեմ պատկերացնում, որ անկեղծ ասած այդ սահմանադրության փոփոխությունը, նոր սահմանադրությունը կարող է անցնել, որովհետև մենք հասկանում ենք, այնտեղ 50% պլյուս մասնակցություն պետք է լինի, իշխանությունն արդեն խոսել է, որ անկախության հռչակագիրը գուցեև դուրս գա այնտեղից, դա ուղիղ մենք կապենք թե չկապենք, բայց դա կապնվում է Իլհամ Ալիևի խոսույթի հետ եւ այստեղ ես ուրիշ խնդիր եմ տեսնում, թե ինչպես է այդ սահմանադրության փոփոխությունը, ավելի շուտ նոր սահմանադրությունը ընդունվելու քաղաքացիների կողմից։ Իսկ Իլհամ Ալիևը եթե իրապես մտահոգված լիներ մեր սահմանադրական փոփոխություններով, ապա նա հնարավորինս չէր խոսի դրանից, հասկանալով, որ որքան նա խոսում է
մեր սահմանադրությունից, այնքան մենք ուզում ենք պահպանել մեր սահմանադրությունը եւ դա շատ տրամաբանական է։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք, որ նա կեղծավոր է։ Իսկ ո՞րն է ձեր գնահատականը Հայաստանի վարչապետի այն բացատրության վերաբերյալ, ըստ որի բացատրելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրավակարգի եւ ժողովրդի միջև կա մի մեծ ճեղք եւ նախորդ բոլոր սահմանադրությունները, որոնք որ ընդունել են այդ արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, դրա համար էլ պետք է նոր հանրաքվե իրականացվի։ Ես համաձայն եմ, որ գրեթե բոլոր սահմանադրությունները հիմնականում կեղծվել են, նկատի ունեմ ընտրությունները, մեծամասամբ կեղծվել են եւ մենք չենք կարող ասել, որ նույնիսկ առաջի սահմանադրությունը, որ մենք անցնում ենք, որ մենք ընդունել ենք, մենք կարող ենք ասել, որ ամբողջությամբ 50+ քաղաքացիները գնացել են եւ հոժարակամ քվեարկել են այո են ասել այդ սահմանադրության համար։ Այդտեղ ես իրար համաձայն եմ, որ մեզ պետք է սահմանադրություն, բայց մյուս կողմից այս սահմանադրությունը արդեն խոցել է հենց այն պատճառով, որ տպավորություն կա եւ շատ օբյեկտիվ է այդ տպավորությունը, որ դա Իլհամ Ալիևի պահանջն է, որպեսզի հենց այդ կետը դուրս գա։ Ես ընդունում եմ, որ այդ սահմանադրական փոփոխությունների սահմանադրական նոր սահմանադրության հարցը եղել է դեռ 18 թվականից սկսած եւ շատ անգամ մեղադրում են իշխանությանը, որ Սերժ Սարգսյանի կոստյումով կալած այդ սահմանադրությունը նա նույնպես հակել է, նա նույնպես կրում է, ինչ որ բա կարծես թե չէր պատրաստվում փոխել այդ կոստյումը, բայց այդ քննարկումները եղել են եւ հետեւաբար մյուս կողմից այո, մենք կարիք ունենք նոր սահմանադրության, բայց մյուս կողմից մենք կարիք չունենք մի այնպիսի սահմանադրության, որը պարտադրված է Իլհամ Ալիևի կողմից։ Միգուցե դեռ վաղ է դրա մասին խոսել, որովհետև դեռ չունենք այն տեքստը, ի վերջո պետք է ծանոթանալ տեքստի հետ, որպեսզի ամբողջական պատկերացում տալ։ Մենք լսել ենք արդեն Նիկոլ Փաշինյանին, թե նա ինչ է ասել, բայց այն ինչ նա ասել է, միգուցե հենց այդ տեքստով հանդես չգա արդեն բուն սահմանադրության տեքստի մեջ։ Հետևաբար դերևս մի փոքր սպասենք եւ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Շնորհակալություն։ Սիրով։ Հեռանկարում ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի նախագահ Արնոլ Բլեյանն էր։